Բարի գալուստ կյանքից վերցրած ալիք եւ հրավիրում ենք դիտելու մեր նոր հեղինակային պատմությունը։ Արամի եւ Մարիամի հարսանիքի վերջին պատրաստությունները թեժ քուլում էին։ Հարսանեկան արարողությունը փոքր բան չէ, իսկ այստեղ էլ Փեսան ու հարսնացուն որոշել էին քայլել այս ճանապարհով առավել հիմնավոր։ Նրանք պատրաստվում էին նաեւ պսակադրվել, եւ բոլոր գործընթացները նշանակված էին նույն օրը։ Հասցնել պետք է այնպես անել, որ ամեն ինչ բարձր մակարդակով լինի։ Մարիամի ծնողները արդեն հոգնած էին, բայց դեռ չլուծված հարցեր կային։ Այդ պատճառով հենց X օրվանից 7 օր առաջ որոշվեց հավաքվել բոլորով ամառանոցում, ավագների տանը եւ նորից ամեն ինչ քննարկել։ Մարիամի մայրը Սոնան հաճախ նայում էր ապագա Փեսային։ Երբեմն դեռ կասկածում էր, կարծում էր Արամը պարզ, անկեղծ, առանց քմահաճույքների է, միշտ լավ է վերաբերվում Մարիամին, բայց ինչու է սիրտը անհանգստանում, կարծես թաքնված թերություն կա նրա մեջ, իսկ տեսնել հնարավոր չէ։ Պետք է ամուսնուն Վահեին ասել այս կասկածների մասին, միգուցե նա ինչ-որ բան մտածի։ Վահեն եւ Սոնան ամուսնացած էին արդեն մոտ 30 տարի եւ դեռ հոգի էին տալիս միմյանց։ Երբեմն միասին էին ստեղծում իրենց բարեկեցությունը, կոպեկ առ կոպեկ։ Սոնան իր բիզնեսը կառուցեց հերակա ուսանողների համար վերահսկողական աշխատանքների վրա։ Ինքը սննդի ինստիտուտն ավարտել էր, հենց դեկրետից դուրս էր եկել եւ չգիտեր որտեղ աշխատել, որ եւ հեշտ լինի եւ եկամուտ բերի։ Դրսում թեժ էին 90-ականները, աշխատանք չկար, նախկին ուսուցիչներն ու ինժեներները շուկաներում առևտուր էին անում, որ գոյատևեն, իսկ Սոնային կարծես բախտը ժպտաց։ Մարդիկ սովից երբեք չեն մեռնի, սննդի ինստիտուտը գոյատևեց, նույնիսկ լավ վիճակում էր։ Մայրաքաղաքի բուհը պատրաստում էր սննդի տեխնոլոգիաների մասնագետներ եւ բարձրակարգ խոհարարներ։ Ուսանողները արդեն աշխատում էին սննդի ոլորտում եւ պատրաստ էին վճարել Սոնային իրենց աշխատանքների համար։ Մինչ ուրիշների սառնարաններում մկները սովից մեռնում էին, Սոնան լիքը պայուսակներով տուն էր բերում։ Դասախոսները շատ չէին խորանում ուսանողների աշխատանքներում, կրկնություններ կային, ինչ նոր բան կարելի էր հորինել երշիկի կամ հացի արտադրության մեջ։ Այդպես էլ Սոնան հանգիստ էր։ Սեր, երշիկ, սև խավիար, նուրբ վարդագույն հորթիմիս։ Նա հիմա կտրում էր Վահեի հետ նախաճաշի համար։ Դա ընդամենը հաճելի նվեր էր ուսանողներից։ Ամեն ինչ արդար էր։ Ուսանողին գնահատական, Սոնային համեղ ընթրիք։ Դու ինձ, ես քեզ սկզբունքը միշտ գործում էր։ Այդ կերակրով լի տարիները մանուկյանները միշտ հիշում էին ժպիտով։ Սոնան մեծապես օգնեց Վահեին բիզնեսի սկզբում։ Մինչ նա ընդունում էր սննդի նվերներ ու գումար, Վահեն հիմնում էր իրենց ապագա բարեկեցության հիմքը։ Այժմ Վահեն ուներ կայուն ընկերություն, զբաղվող դեռնափոխադրությունների կազմակերպումամբ երկաթուղով։ Կայուն եկամուտը ապահովում էր նրանց։ Բնակարան կենտրոնում, ամառանոց մեծ հողամասով։ Նրանց ավտոտնակում կանգնած էին թանկարժեք մեքենաներ։ Նրանք արդեն պատրաստել էին նվերները աղջկա հարսանիքի համար։ Մարիամին ստուդիա բնակարան նոր համալիրում, բոլոր հարմարություններով։ Ապագա Փեսային, նորաձև արտասահմանյան մեքենա։ Իսկ գաղտնի նվերը Միջերկրկան ծովի ափամերձ շրջագայություն։ Արամը համեստ ընտանիքից էր։ Նրա ծնողները հազիվ թե նվիրեն ավելին, քան մի փոքրիկ գումար։ Բայց Սոնան ու Վահեն երբեք սնամեջը պարտներ չէին։ Նրանց գլխավոր հոգսը Մարիամի երջանկությունն էր։ Եթե Արամը սիրի ու հավատարիմ լինի, մնացածը կարևոր չէ։ Այժմ Արամը աշխատում էր ֆիթնեսի մարզիչ, բայց կարող էր փոխել ոլորտը, փորձել իրեն Վահեի ընկերությունում։ Ի վերջո դիպլոմ ուներ։ Մարիամը միշտ հիշում էր իրենց առաջին հանդիպումը։ Աղջիկները սիրում են, երբ իրենց փրկում է իսկական հերոս։ Այդպես էլ եղավ։ Մարիամը սիրում էր հագնվել ինչպես արքայադուստր։ Հագնում էր ռոմանտիկ զգեստներ, մազերը զարդարում էր գեղեցիկ փայտիկներով։ Երբեմն գլխին էլ գլխարկ էր դնում։ Կոշիկները բարձր կրունկներով, բայց նա չէր խուսափում նաև ժամանակակից հագուստից։ Ամեն ինչ կախված էր տրամադրությունից։ Աշխատանքում նա միշտ դասական ոճով էր։ Նա աշխատում էր իրենց գովազդային ընկերությունում։ Մարիամը հարգված մասնագետ էր, ոչ թե միայն Վահեի դուստրը։ Նա ստեղծում էր կայքեր, գովազդային կարգախոսներ։ Իր գործին նվիրված էր։ Բացի գեղեցկությունից ու խելքից, Մարիամը հոգատար մարդ էր։ Նա հաճախ նախընտրում էր միայնությունը։ Սիրում էր կարդալ, մտածել։ Սիրում էր մեքենայով արագ վարել։ Այդ անգամ էլ, երբ ճակատագիրը նրան հանդիպեց Արամի հետ, նա արագ վարում էր։ Վարելիքը վրչանում էր։ Մարիամը դուրս եկավ մեքենայից իր ամառային զգեստով։ Փոքրիկ պայուսակը թողեց ներսում։ Նա վստահ էր, որ մեքենան փակել է, բայց չգիտեր, որ այդ բենզալցակայանում գործում էր պատանիների խումբ։ Նրանք վայրկյանների ընթացքում բացում էին մեքենաները։ Արամը գործընկերոջ հետ կանգ առավ նույն բենզալցակայանում։ Նա արդեն պատրաստվում էր ուտել իր հոթ-դոգը, երբ նկատեց շարժում Մարիամի կարմիր մեքենայի մոտ։ Երկու պատանիներ ինչ-որ բան էին անում ուղևորի նստարանի դրան մոտ։
Հետո Արամը նկատեց, որ նրանցից մեկի ձեռքում հայտնվեց գունեղ կանացի պայուսակ, երկար բռնակով։ Նա գործեց կայծակնային արագությամբ, վեր թռավ սեղանից, վազելով մոտեցավ կարմիր մեքենային։ Փոքրիկ գողերը նույնիսկ չհասցրին հասկանալ, թե ինչ է կատարվում, երբ արդեն երկուսն էլ պառկած էին ասֆալտին, իսկ պայուսակը ընկած էր կողքին։ Նրանք անհետացան հանցանքի վայրից, կարծես օդում լուծվեցին։ Արամը չհետապնդեց, հենվեց մեքենային եւ սկսեց սպասել նրա տիրուհուն, որպեսի վերադարձնի իր գանձը։ Մարիամը երկար չուշացավ։ Ապակյա դռները բացվեցին եւ նրա աչքերի առաջ հայտնվեց հիասքանչ մի կերպար, որը դժվար էր համադրել մեքենա վարող աղջկա կերպարի հետ։ Արամի պատկերացմամբ վարորդ աղջիկները ավելի գործնական տեսք ունեին։ Իսկ այստեղ բարձր հարթակով սանդալներ։ Ինչպես կարելի է այդպիսի կոշիկներով մեքենա վարել, նույնիսկ եթե ավտոմատ փոխանցումատուփ ունի։ Նա պատասխան չգիտեր, բայց հաճույքով փոխանցեց պայուսակը Մարիամին, բացատրելով, թե ինչպես հայտնվեց իր ձեռքում։ Հաստրեցի փրկել ձեր գանձը, դուք ինչու չփակեցիք դուռը, երբ մտաք խանութ։ Մարիամը երկար նայեց նրան վերևից ներքև, մտածեց, ոչ թե տղամարդ, այլ ժայռ։ Լուսանկարիչի կտրուկ քանդակով դեմք, լայն ուսեր։ Նա լսեց Արամի խոսքի վերջը, պարզվեց, որ պատանիները օգտվել էին բաց դռնից, իսկ նա հետ էր վերցրել պայուսակը։ Մարիամը վստահ էր, որ փակել էր դռները, բայց սկսեց կասկածել։ Կարող էր որևէ մեկ այդքան արագ ներս մտնել։ Ինչևէ, այդպիսի անսովոր ծանոթությունը նույնիսկ ռոմանտիկ էր։ Նա որոշեց կատակով շփոթեցնել փրկարարին։ Շնորհակալ եմ, որ օգնեցիք անծանոթին։ Հիմա ինձ հետաքրքրում է միայն մեկ բան։ Կշարունակեք ձեր բարի մտադրությունները, չէ՞ որ հիմա, այն ամենից հետո, դուք պարտավոր եք ինձ ամուսնության առաջարկ անել։ Մարիամը ծիծաղեց իր իսկ կատակից, բայց այնինչ եղավ հետո նրան իսկապես շփոթեցրեց։ Երիտասարդ տղամարդը, որը երկու գլուխ բարձրեր իրենից, հանկարծ ծնկի իջավ, մեկնեց պայուսակը եւ ասաց. Իմ անունը Արամ է, դուք առաջին հայացքից խոցեցիք իմ սիրտը։ Առանց ձեզ ապրել այլևս չեմ կարող։ Առաջարկում եմ իմ ձեռքն ու սիրտը։ Մտածելու համար ձեզ տալիս եմ 1 տարի։ Հիշեք այսօրը, հուլիսի 7, այստեղ ճանապարհի անկյունում կա հարմարավետ սրճարան։ Հենց այնտեղ 1 տարի անց դուք ինձ կպատասխանեք, համաձայնեք դառնալ իմ կինը։ Մարիամը շոկի մեջ էր, նման համարձակություն դեռ ոչ ոք չէր ցուցաբերել։ Նա վերցրեց պայուսակը, խաղացկուն շարժումով բացեց փոքրիկ թևավոր հովհարը եւ սկսեց թատերականորեն հովանալ։ Հետո աչքերը բարձրացրեց, մեկնեց ձեռքը։ Իմ անունը Մարիամ է, համաձայն եմ իմ ասպետ, որ ժամին կհանդիպենք այստեղ 1 տարի անց։ Արամի պատասխանը կարճ էր. Տվեք ձեր հեռախոսահամարը, որպեսզի կարողանանք տեսնել միմյանց ամեն օր։ Այդ օրվանից նրանց կյանքը լցվեց ամենօրյա հանդիպումներով։ Խաղի կանոնները երկուսն էլ պահպանում էին։ Օրը փոխարինում էր մյուսին, իսկ Արամն ու Մարիամը շտապում էին աշխատանքի ավարտից հետո հանդիպել։ Մարիամը շուտով հասկացավ, որ առանց Արամի օրը դառնում է տանջալի սպասում։ Երիտասարդ տղամարդը շատախուս չէր, պատմում էր իր մասին կարճ։ Դպրոց, բանակ, ինստիտուտ, ինժեների դիպլոմ, որը նրան ոգեշնչում չէր տալիս։ Նա խոստովանում էր, որ սպորտն ու ակտիվությունը իրեն ավելի մոտ են։ Նա արդեն թեկնածու էր ազատ ոճի ըմբշամարտում եւ լողում։ Ծնողները միշտ հոգ էին տանում նրա առողջության մասին։ Վճարովի խմբակների համար գումար չունեին, բայց դպրոցում նրան ուղարկում էին բոլոր հնարավոր մարզումների։ Մարզիչները նրա ֆիզիկական տվյալները շատ խոստումնալից էին համարում։ Միակ խնդիրը նրա բարձր հասակը, մոտ 2 մետր։ Արամը փորձեց տարբեր մարզաձևեր, մինչև ստացավ թեկնածու վարպետի կոչումը, հետո բանակը։ Ծառայությունից հետո նրան առաջարկում էին մնալ պայմանագրով, բայց նա շտապում էր տուն։ Մարիամը չկարողացավ շատ մանրամասներ իմանալ նրա անցյալից։ Նրանք ծանոթացան ամռանը եւ կողքից երևում էին որպես տարօրինակ զույգ, նուրբ գրքային աղջիկ եւ հսկա մարզիկ։ Մարիամը նույնիսկ ընկերներին ու ծնողներին ոչինչ չէր պատմում Արամի մասին։ Նա շատ դանդաղ էր նվաճում նրա սիրտը։ Երբ Մարիամը հարցրեց, նա պատասխանեց. Դու ինձ շատ թանկ ես, չեմ ուզում շտապել, թեկուզ եթե կարծում ես, որ ես անփորձ եմ, հետո կհաստատեմ հակառակը։ Իրականում Մարիամի անձնական փորձը շատ քիչ էր, դպրոցական շշի խաղը չէր կարելի համարել։ Ծնողները միշտ խիստ էին, հետևում էին նրան։ Այդ պատճառով նա չդարձավ սպիտակ մուգ, բայց գործնական փորձ չուներ։ Երբ տեսնում էր վտանգավոր իրավիճակ, պարզապես հեռանում էր։ Ընկերական հավաքներին Մարիամը գնալիս արդեն հազվադեպ էր, առավելագույնը միայն աղջիկների երեկույթներին։ Մինչև այն աստիճան, որ նույնիսկ մայրը Սոնան սկսեց կատակել. Դու ստրիկս, քո աշխատանքային զբաղվածությամբ ու ընթերցանության սիրով, միթե քեզ անամուսնության ճաշ ես տվել, մի արա դա։ Նույնիսկ մեր ընտանեկան տոնակատարություններին այլևս չես գալիս։ Այնտեղ մեր շրջանից շատ հեռանկարային փեսաներ են լինում, մի մոռացիր, որ մեզ էլ դեռ պետք է թորներ պահել։ Նման խոսակցությունները Մարիամը կտրուկ դադարեցնում էր։ Ներքին զգացողությունը նրան ասում էր. կունենաս ամեն ինչ, սիրելի տղամարդ, ընտանիք, երեխաներ։ Պետք է միայն համբերես ու սպասես, քո երջանկությունը քեզնից չի անցնի։ Մարիամը հավատում էր ինքն իրեն, եւ երբ հանդիպեց Արամին, գրեթե անմիջապես հասկացավ. ահա այն իսկական զգացումը, որ լինում է տղամարդու եւ կնոջ միջև։
Այն անկեղծ հարաբերությունը, երբ վստահ ես, նա ապրում է ու շնչում միայն քեզնով։ Դու անվերապահորեն հավատում ես նրան, վստահում ես նույնիսկ ամենախորին գաղտնիքնդ։ Մարիամը հաճախ մտածում էր. «Ինչ լավ է, որ ես ինձ չվաճառեցի դատարկությանը։ Արամը այն տղամարդն է, որ ինձ վիճակված է։ Նախկինում երբեք նման բաների մասին չէի մտածել, բայց հենց նրա հետ եմ ուզում պսակադրվել, միասին մեծացնել մեր փոքրիկներին»։ Հունվարին 1-ին, երբ Մարիամը գնաց ծնողների մոտ ամարանոց, նրա մաշկն անգամ փայլում էր երջանկությունից։ Մայրն ու հայրը անմիջապես հասկացան, դստեր կյանքում մեծ փոփոխություններ են սպասվում։ Նրանք հարցերով հեղեղեցին նրան. «Մարիամ, քեզ մոտ ինչ-որ մեկը հայտնվեց»։ Դա իհարկե մայրը, Սոնան։ «Բեր փեսային ծանոթանալու»։ Դա արդեն հոր ձայններ։ Մարիամը դեռ մանրամասներ չէր պատմում, բայց երջանիկ ժպտում էր։ «Ես հանդիպեցի իմ տղամարդուն, սիրելի ծնողներ, այն մարդուն, ում հետ ուզում եմ լինել ամբողջ կյանքում»։ Նա քեզ ամուսնության առաջարկ արեց, անմիջապես հարցրեց Սոնան։ «Այո», հաստատեց Մարիամը, «մեր առաջին հանդիպման օրը, բայց ես դեռ պատասխան չեմ տվել, մտածում եմ»։ Վահեն անհանգստացավ։ Նա արժանի ընտանիքից է։ Մարիամը կտրեց հարցերի հոսքը։ Բավական է։ Նրա ընտանիքը սովորական է, բայց հոգին ու սիրտը բացառիկ։ Սուրբ ծնունդին նրան այստեղ կբերեմ։ Ինչ տպավորություն էլ թողնի, իմ ընտրությունը չի փոխվի։ Առաջին հանդիպումը ապագա հարազատների հետ Արամի համար իսկական փորձություն դարձավ։ Նույնիսկ Մարիամի քաջալերող շշուկները քիչ էին օգնում։ Ծնողները չափազանց զուսպ էին, բայց հետո մտավ ընտանիքի սիրելի Սուրբ Բեռնարն Նիկը։ Նրա վարքագիծը անսովոր էր։ Նա մոտեցավ Արամին, դրեց գլուխը նրա ծնկներին, թույլ տորեց շոլել եւ կարծես հաստատող հառաչեց։ Այդ պահից սառույցը կոտրվեց։ Ծնողները հասկացան, որ դուստրը վատ ընտրություն չի արել։ Նույնիսկ Նիկը նրան հավանեց։ Հետագա հանդիպումները ավելի հեշտ էին։ Ծնողները արդեն հանգիստ էին թողնում Մարիամին ու Արամին միասին ճամփորդելու։ Սոնան մտածում էր, որպես տղամարդ Արամը շատ գրավիչ է։ Ես Մարիամին հասկանում եմ։ Նա նրա կողքին կարծես թմբլիկ է։ Նման մարդու հետ ոչ մի տեղ վախ չի լինի։ Վահեն երբեմն իրեն բռնում էր, որ մի քիչ խանդում է։ Նախկինում ինքն էր նրա ասպետը։ Այժմ առաջնահերթությունները փոխվել էին, բայց նա խելացի էր։ Հասկացավ, որ դստերը միշտ իրենց կողքին պահել չեն կարող։ Ժամանակն է նրան վստահելի ձեռքերին հանձնել։ Միայն մի փորձություն էլ պետք է կազմակերպել ապագա փեսայի համար։ Սեղանին ամեն ինչ պատրաստվում էր։ Տղամարդկանց համար խոզի ու գարան խորոված, մայրիկի ու Մարիամի համար կարմիր ձուկ, բոլորին սունկ, կարտոֆիլ, բանջարեղեն։ Մեծ հարսանիքից առաջ բոլորն իրենց ձևով անհանգստանում էին։ Սոնան հյուրերի մասին էր մտածում։ Չմոռացանք որևէ մեկին հրավիրել։ Մարիամի մտքերը այլ էին։ Նա վստահ էր իր ընտրության մեջ, բայց նրան անհանգստացնում էր Արամի լռությունը։ Վերջին օրերին նա կարծես տխուր էր։ Միթե նրան էլ հասավ տղամարդկանց վախը, մատանիից ու անձնագրի կնիքից։ Մարիամը երբեք չէր կասկածում նրա քաջության մեջ, բայց արդյոք դա վերաբերում է ամուսնությանը։ Հնարավոր է, որ ինքն է անհանգստանում իզուր։ Երբ Արամը բերեց շամփուրները, Վահեն գնաց նկուղ գինի բերելու։ Նա չվերադարձավ։ Կերակուրները արդեն սառչում էին։ Մարիամը անհանգստացավ, գնաց այգի կանչելու հորը։ Մթության մեջ լռություն էր, բայց մյուս կողմից ավտոտնակում լույսի շողեր էին։ Մարիամը շտապեց այնտեղ։ Նա քայլում էր լուռ, տեսավ, որ ինչ-որ մեկը մեքենայի մոտ է։ Ոչ ոք չի կարող ներս մտնել։ Պատը բարձր է։ Նիկը օտարներին չի թողնի։ Միգուցե հայրիկը Արամի մեքենայի հետ ինչ-որ բան է անում։ Մարիամը մոտեցավ, եւ իրականությունը սառը ջրի պես հարվածեց։ Նա բռնեց հորը, ոչ թե նվերի, այլ փոքրիկ տեսախցիկի հետ։ Նա լավ գիտեր այդ մոդելը։ Հայրիկ, ինչ ես անում։ Ինչպես կարող ես։ Աղջիկա դու ապագա փեսային չես կստահում։ Ինչ ես ուզում գաղտնի նկարել։ Դու իսկական պարտիզան ես թշտամութի քունքում։ Վահենը դանդաղ շրջվեց դեպի դուստրը եւ բացատրեց. Մայրդ ինչ-որ անհանգիստ է աղջիկս։ Թվում է ամեն ինչ պարզ ու հարթ է ձեր հետ, բայց նրա սիրտը հանգիստ չէ։ Իսկ քեզ մենք լիովին վստահում ենք։ Դու դեռ երիտասարդ ես։ Ես միայն ուրախ կլինեմ, եթե այս փոքրիկ սարքը ցույց տա, որ ամեն ինչ անմեղ ու անբարոյական չէ։ Եվ ամեն դեպքում լսիր հորդ, որպես ավելի փորձառու մարդու։ Թողնենք այս սարքը։ Եթե Արամը ոչինչ չի թաքցնում, նրան վախենալու բան չկա։ Հետո միասին կծիծաղենք իմ այս խաղերի վրա։ Մարիամը նորից պատրաստվում էր պաշտպանել սիրելիին, բայց հիշեց այսօրվա առավոտը, երբ Արամը տարակուսած հայացքով երկար մտածում էր, թե լցնի, թե սուրճ։ Մի քանի վայրկյան անց նա աշխույժ շարունակեց խոսակցությունը, բայց ակնհայտ էր, որ մի պահ մտքով ուրիշ տեղում էր։ Մարիամը որոշեց ժամանակը ցույց կտա։ Նա առաջ քայլեց եւ հայտարարեց իր միակ պայմանը. Հայրիկ, Արամը չպետք է իմանա այս տեսախցիկի մասին։ Չեմ ուզում մեր կյանքը սկսել անվստահությունից։ Նա դա չի արժանի։ Նրանք վերադարձան սեղանի մոտ։ Սկզբում մի քիչ մռայլ էին, բայց խորովածի ու կանաչու բույրերը շուտով մեղմեցին մթնոլորտը։
քննարկվեցին վերջին մանրամասները։ Վերջում Սոնան նորից հարցրեց. Արամի ծնողները կգան մի քանի օր շուտ։ Նա հաստատեց։ Ժամանակը սկսեց հաշվել օրերը մինչև հարսանիք։ Իսկ հարսանիքից 2 օր առաջ Արամը զգուշացրեց Մարիամին, որ գործերով մեկնում է Մարս, ամբողջ օրը չի լինի։ Նա կվերադառնա միայն երեկոյան։ Մարիամի համար այդ օրը նախատեսված էր գեղեցկության սրահ, մանիկյուր, պեդիկյուր, թարմացնող պրոցեդուրաներ։ Նրանց բաժանումը բնական թվաց։ Երբ Արամը վերադարձավ, նա նորից մռայլ էր, բայց փորձում էր թաքցնել։ Ընթրեցին լռությամբ։ Մարիամը հարցեր էր տալիս, բայց որոշեց գնալ իր ճանապարհով։ Վերջին 2 ամիսը նրանք ապրում էին Վարձով բնակարանում։ Ծնողների նվերը նոր ստուդիան, դեռ վերանորոգվում էր, նոր մեքենան կանգնած էր բակում։ Երբ Արամը քնեց, Մարիամը մոտեցավ սարքին եւ դիտեց տեսագրությունը։ Տեսածը անհասկանալի էր։ Սկզբում Արամը երկար վարում էր, հետո մտավ գյուղ, կանգ առավ մինիմարկետում, դուրս եկավ ծանր տոպրակներով, թվում էր սնունդ ու հյութեր։ Հետո մեքենան մտավ տարօրինակ հաստատություն։ Բակում մարդիկ էին, շատերը սայլակներով։ Մեքենային մոտեցավ կին բուժքույր, ուղեկցելով երիտասարդ կնոջը։ Արամը շտապեց օգնել նրան նստել մեքենա։ Հետո նրանք հեռացան այդ թխուր վայրից։ Ճանապարհին երևում էին դաշտեր, անտառաշերտեր։ Արամը տարավ նրան դաշտ, երիցուկների մոտ։ Նա մեծ փունջ ծաղիկներ տվեց կնոջը, հետո տեղափոխեց նրան ծառի կոճղի վրա, բացեց վերմակ։ Կինը ինչ-որ բան պատմում էր եւ լաց լինում։ Տեսագրությունը անպարզ էր։ Արամը նրա համար կազմակերպեց պիկնիկ։ Երևում էր, թե ինչպես ուտում է մեծ սենդվիչ կարմիր ձգով, խմում հյութ։ Շուտով նա ժպտաց, ձեռքերը մեկնեց Արամին։ Նա նորից բարձրացրեց նրան, ցույց էր տալիս ինչ-որ բաներ։ Մարիամը դադարեցրեց դիտումը։ Ո՞վ է այս կինը։ Ինչու ես ոչինչ չգիտեմ նրա մասին։ Արամը ունի իր առանձին կյանքը, որտեղ ես տեղ չունեմ։ Սրտի ցավից Մարիամի աչքերում արցունքներ հայտնվեցին։ Վերջում նա լսեց Արամի խոսքերը մեքենայի մեջ. «Օֆելիա, ես քեզ հետ եմ։ Մենք միասին կդաստիարակենք մեր փոքրիկ Գագիկին, կհաղթահարենք ամեն ինչ»։ Մարիամի համար աշխարհը փլվեց։ Նա ներս մտավ բնակարան, որտեղ Արամը քնած էր։ Վայրագորեն արթնացրեց նրան, շփրտեց տեսախցիկը եւ գոռաց. «Ինչպես կարող էիր։ Մայրս ճիշտ էր։ Դու ունես ուրիշ կին եւ երեխա։ Հարսանիք չի լինի։ Հեռացիր»։ Արամի աչքերում սառույց էր։ Նա ոչինչ չբացատրեց, լուր հավաքեց իր իրերը։ Նրա պահվածքը համոզեց Մարիամին, որ նա ճիշտ էր։ Նա խաբեց ինձ, մեր ապագան չկա։ Մարիամը կրկնում էր այս մտքերը։ Երբ դուռը փակվեց նրա հետևից, ուժերը լքեցին նրան։ Նա ընկավ եւ սկսեց դառնորեն լաց լինել։ Լավ կլիներ, որ հայրիկը չդներ այդ տեսախցիկը, բայց գուցե ավելի լավ է իմանալ հիմա, քան հետո։ Կես ժամ անց նա զանգեց ծնողներին եւ ասաց, որ հարսանիք չի լինի։ Սոնան եւ Վահեն ըմբռնումով ընդունեցին։ Հայրը միայն ասաց. «Իմ տեսախցիկը բացեց աչքերդ։ Մենք կընդունենք ցանկացած որոշում։ Գլխավորը դու երջանիկ լինես։ Արամը վերջինը չէ։ Դու դեռ կհանդիպես քո մարդուն»։ Իսկ այդ ընթացքում Օֆելիան նստած էր սայլակում ծառերի ստվերում։ Փոքրիկ Գագիկը քմահաճ էր։ Թվում էր ատամներն են դուրս գալիս կամ որովայնն է անհանգստացնում։ Բարեբախտաբար նա քնեց մաքուր օդում։ Մինչ Արամը գնացել էր խանութ, երիտասարդ մայրը կարող էր հանգիստ հեռախոսով զբաղվել։ Նրա ավագ եղբայրը, ծնված ընդամենը 10 րոպե շուտ, միշտ սիրում էր հրամաններ տալ։ 1.5 տարի առաջ նա ներխուժեց պանսիոնատ եւ Օֆելիայի իրերը հավաքեց ու տարավ անհայտ ուղությամբ։ Ծնողներին գնալն արդեն անիմաստ էր։ Նրանք վաղուց Օֆելիային հանձնել էին մանկատուն, նրա հիվանդությունը համարելով ընտանիքի խարան։ Երբ երկվորյակներից մեկի մոտ ի հայտ եկավ բնածին խանգարում, աուտոիմուն հիվանդություն, որը բուժման չէր ենթարկվում։ Ինչու մեծացնել նման երեխա։ Ինչու ներդնել ուժ ու միջոցներ։ Պետությունը խղճահար է, ինքն էլ կխնամի։ Գագիկ եւ Զարուհի, Զարուհի եւ Գագիկ, երկու կոշիկ, որ միշտ զույգ են, նրանց աշխարհայացքում սպառողական մոլուցքում։ Արամի հայրանունը Գագիկի էր, բայց նա երբեք չսիրեց ծնողներին, հատկապես երբ իմացավ, թե ինչպես վարվեցին Օֆելիայի հետ։ Նա չէր էլ հիշում իր փոքրիկ քույրիկին։ Նրան տարել էին տնից, երբ երկվորյակներին 2.5 տարեկան էին։ Բավական սովորական ու ոչ հազվադեպ ախտորոշում, երիտասարդական ռևմատոիդ արտրիտ։ Օֆելիայի իմունիտետը ոչ թե օգնում էր, այլ հակառակը, հարձակվում ու ոչնչացնում էր հյուսվածքները, հատկապես հոտերը։ Գագիկն ու Զարուհին լսելով այդ դատավճիռը սկսեցին մտածել իրենց ապագայի մասին։ Ժամանակի ընթացքում նրանք նույնիսկ սովորեցին բժշկական տերմինները անթերի արտասանել։ Անխելք չէին, բայց ծուլությամբ ու մանկամտությամբ առանձնանում էին։ Օֆելիան 2 տարեկանից տարօրինակ էր։ Չէր ուզում քայլել, ցավից դեմ խծռում էր, չէր հետաքրքրվում խաղերով, սկսում էր լաց լինել, երբ տեսնում էր սպիտակ խալաթով մարդկանց։ Հերթական անգամ հիվանդանոց ընկնելուց հետո Զարուհին տուն վերադառնալով նայում էր Արամին, իր առողջ ու ամուր որդուն, եւ մտածում. ով ինձ կհանդիմանի, եթե հրաժարվեմ Օֆելիայից։ Պետք է անել վճռականորեն, վերջնականապես։ Խղճից ձայնը ինձ չի տանջում։ Ես գալիս եմ հացագործարանից հոգնած։ Գագիկն իր ծանր արտադրամասից հետո հանգիստի կարիք ունի։ Լավ է, որ ղեկավարությունը օգնեց, Օֆելիային ուղարկեցին կլինիկա, բայց հետո մենք Գագիկի հետ հրաժարվեցինք։ Դատավճիռը շատ ծանր էր։
Օֆելիայի իմունիտետը ոչ մի դեղամիջոցի չէր արձագանքում։ Նրա կյանքը կարճ է լինելու, նա չի ապրի։ Գագիկն ու Զարուհին գրեթե չկարդալով ստորագրեցին փաստաթղթերը ծնողական իրավունքներից հրաժարվելու մասին։ Օֆելիային ուղարկեցին հատուկ հաստատություն։ Նա դեռ քայլում էր, բայց օրեցօր կորցնում էր այդ կարողությունը։ Ծնողները նրան այցելեցին ընդամենը մեկ անգամ, խղճի համար, հետո հանգիստ մնացին իրենց որոշմամբ։ Նրանք համարեցին, որ ճիշտ ընտրությունն են արել։ Ժամանակի ընթացքում շրջապատը դադարեց նրանց դատապարտել, իսկ Գագիկն ու Զարուհին ամբողջովին նվիրվեցին Արամի դաստիարակությանը։ Արամը, ի տարբերություն քրոջ, մեծանում էր առողջ ու առանց խնդիրների, սպորտով էր զբաղվում, լավ էր սովորում, ծառայեց բանակում, բայց մի օր ամեն ինչ բաժանվեց, մինչև եւ հետո։ Գագիկն ու Զարուհին իրենց մեղքը վաղուց խեղդում էին էժանգին ու բաժակներում։ Արամը նրանց սովորությունը չէր ընդունում, ավելի ու ավելի էր հեռանում։ Մի օր բանակից հետո նա հանդիպեց հարևան տատիկին, որը հարցրեց. «Արամ, արդեն 20 տարի անցել է, ինչ քո ծնողները Օֆելիային մանկատուն տվեցին։ Նրա մասին որևէ բան լսել ես, թե մոռացել եք»։ Արամը մտածեց, որ տատիկը շփոթում է։ Նա միշտ իրեն համարել էր միակ զավակ, բայց որոշեց հարցնել ծնողներին։ Այդ օրը Գագիկն ու Զարուհին խմած էին։ Արամը հարցրեց. «Մամա, իսկ ո՞նց է մեր Օֆելիան։ Ինչու ոչինչ չեմ լսում նրա մասին»։ Զարուհին ապակյա աչքերով նայեց։ «Արդեն 20 տարի է չենք տեսել։ Հրաժարվեցինք։ Դու առողջ էիր։ Նրան թողեցինք։ Միգուցե արդեն չկա էլ։ Դու հաղթեցիր քո հիվանդ քույրիկին։ Կենդանական աշխարհում միշտ ուժեղն է ապրում»։ Արամը շոկի մեջ էր։ Նա ունի քույր, երկվորյակ։ Ահա թե ինչու միշտ զգում էր, որ ինչ-որ բան պակասում է։ Տունը դատարկ էր, ծնողները անտարբեր։ Ես այլևս չեմ ուզում ճանաչել այս մարդկանց։ Նրանք հոգևոր հրեշներ են։ Ես կգտնեմ իմ քրոջը եւ նրա կողքին կլինեմ։ Նա պահանջեց բոլոր փաստաթղթերը։ Զարուհին տվեց։ Արամը գտավ մանկատան հասցեն։ Շաբաթվա ընթացքում նա արդեն գիտեր, որ Օֆելիային երբեք չեն փորձել որդեգրել։ Նա փոխել էր մի քանի հաստատություն, բայց նրան բախտ էր շպտացել։ Նա հայտնվել էր բարեգործական հիմնադրամի ցուցակում, մեկը, որի կինը նույնպես տառապում էր ռևմատոիդ արթրիտով։ Այդ մարդը չէր հանձնվել։ Միշտ եղել էր կնոջ կողքին։ Նա նաև օգնում էր այն մարդկանց, ովքեր մենակ էին մնացել իրենց ցավի հետ։ Արամը շատ էր ուզում հանդիպել այդ բարի գործարարին, գոնե նրա ձեռքը սեղմել։ Մարդիկ փողոցում ուրախ են։ Նրանք ինչ գիտեն իրական ցավի մասին։ Իրականում նման դատողությունը սխալ է, գրեթե յուրաքանչյուր մարդու ներսում թաքնված է իր ցավն ու խնդիրները։ Ոմանք սովորել են չնկատել ուրիշների դժվարությունները, անգամ մերձավորներին մերժում են օգնության մեջ։ Իսկ ոմանք սեփական մաշկի վրա զգալով հուսահատությունը, խոչընդոտների թաքարդը, ուժ են գտնում մտածելու նաև ուրիշի մասին, թեկուզ անծանոթի։ Այդպիսի ճակատագիր բաժին ընկավ Օֆելիային, երբ Արամը գտավ քրոջը բավականին հարմարավետ պանսիոնատում։ Նվիրատուն, որը լավ գիտեր այս հիվանդության նրբությունները, ոչ միայն վճարում էր Օֆելիայի եւ ևս երկու հիվանդի պահպանումը, այլև օգնում էր նոր դեղամիջոցներով։ Հիվանդությունը չէր անհետացել, բայց երկարատև ռեմիսիա ապահովում էր։ Արամը հաճախ մտածում էր. ինչպես կարող էր այդպես լինել։ Օֆելիան ծնվել էր ինձ հետ, ապրել մեր տանը, մեծացել, հետո այդ սարսափելի ախտորոշումը, եւ նրան ջնջեցին ընտանիքից։ Ծնողները հրաժարվեցին, իսկ օտարները նրան ընդունեցին ու փրկեցին։ Այժմ ես ամեն ինչ կանեմ, որ քույրս այլևս իրեն մենակ չզգա։ Բանը ոչ մի հին լուսանկար, ոչ մի հիշեցում։ Ծնողների հոգում միայն մոռացություն։ Նրանց առաջին հանդիպումը եղավ բուռն, հուզիչ, լի արցունքներով։ Երկվորյակները նորից գտան միմյանց։ Օֆելիան հավատաց Արամին առաջին իսկ բարից։ Իր ընտանիքի մասին Օֆելիան քիչ բան գիտեր, միայն այն, որ ծնողները նրան հանձնել էին պետությանը։ Նա չարություն չէր պահում, բարի ջերմ աղջիկ էր, մի քիչ հնաոճ հայացքներով, բայց գեղեցիկ։ Հետագայում Մարիամի հետ ծանոթությունը ամբողջովին փոխեց Արամի հոգին։ Նրա քույրը եւ սիրելի կինը շատ նման էին բնավորությամբ, սովորություններով, նախասիրություններով։ Արամը պատրաստվում էր ամեն ինչ պատմել Մարիամին, բայց վախենում էր նրա ծնողներից։ Նրանք չէին հանդուրժի նման բեռը։ Արամը չէր ուզում գախնի պահել, բայց նաև չէր ուզում ծանրաբեռնել Մարիամին։ Երբ նրանք սկսեցին ամեն օր հանդիպել, Արամը վերաբերվում էր Մարիամին որպես հազվագյուտ ծաղկի։ Նա դեռ չէր պատմում ընտանիքան ցավալի պատմությունը։ Ծնողներին հազվադեպ էր տեսնում, բայց ասաց, որ պատրաստվում է ամուսնանալ։ Արամը պատրաստվում էր ամեն ինչ բացահայտել ավելի ուշ։ Նա վախենում էր, որ Մարիամը չի հասկանա իր սերը Օֆելիայի հանդեպ։ Նա հույս ուներ, որ Մարիամը կհասկանա։ Նա շատ էր ուզում անմիջապես բացվել սիրելիին, բայց միշտ ասում էր՝ դեռ ժամանակը չէ։
Հետո Օֆելիայի կյանքում նոր իրադարձություն եղավ։ Նա սիրահարվեց Օհանին, երիտասարդ բժիշկին, որը պրակտիկա էր անցնում պանսիոնատում։ Նա առանձնահատուկ նուրբ էր նրա հանդեպ։ Օհանն իրականում սովորում էր շփվել սահմանափակ հնարավորություններով մարդկանց հետ։ Նա երազում էր դառնալ հայտնի հոգեթերապևտ։ Առաջին կատակն էր՝ դուք Օֆելիա եք, ես Օհան, մեր անունները նման են, դա բարի նշան է։ Նա կառուցում էր վստահության կամուրջներ, լսում ու մխիթարում, հետո ամեն ինչ գրամցում էր իր օրագրում։ Նա ուզում էր, որ հիվանդը ժամանակավորապես մոռանա իր սահմանափակումները։ Նրան խղճում էր այս գեղեցիկ ռոմանտիկ հոգով աղջիկը։ Ժամանակի ընթացքում Օհան ուզում էր գրել դիսերտացիա նման հիվանդների հոգեբանական վիճակի մասին։ Նա Օֆելիային բերում էր ծաղիկներ, մրգեր, քաղցրավենիք։ Շատ էր խոսում։ Նա դարձավ նրա համար ուղեցույց դեպի աշխարհ։ Մի անգամ նրան տարավ քաղաք, ռեստորան։ Նա ուզում էր տեսնել, թե ինչպես կվարվի Օֆելիան նոր միջավայրում։ Դա Օֆելիայի կյանքի լավագույն օրը դարձավ։ Նա նստած էր սայլակում, իսկ Օհան ամբողջ ուշադրությունը նվիրում էր նրան։ Նա մտածում էր. ահա իրական աշխարհը, որից ինձ զրկել է հիվանդությունս։ Նա ուզում էր վայելել ամեն վայրկյան։ Նա արագ հարբեց, բայց շարունակում էր խնդրել շամպայն։ Օհան չէր կանգնեցնում։ Նրան հետաքրքրում էր նրա հոգեբանական արձագանքը։ 2 ժամ անց հասկացավ, որ չափազանցել է։ Օֆելիան այնքան հարբած էր, որ չէր գիտակցում։ Օհան ստիպված տարավ նրան իր տուն։ Սայլակից նրան բարձրացրեց ձեռքերով։ Տանը Օհանն արագ պարկեցրեց Օֆելիային, ծածկեց վերմակով եւ գնաց խոհանոց սուրճ պատրաստելու։ Գիշերը պետք է անցկացներ հսկելով։ Եթե հանկարծ Օֆելիային վատանար, աշխատանքի մեջ խնդիրներ կունենար։ Առավոտյան նա արթնացավ պարկած Օֆելիայի կողքին, որը վստահորեն գրկել էր նրա վիզը։ Նա չէր հիշում, թե ինչպես քնել էր նրա կողքին։ Երբ Օհանն շարժվեց, Օֆելիան բացեց աչքերը եւ շշնջաց. «Օհան, մի հեռացիր, ես շատ եմ սիրում քեզ։ Խնդրում եմ, դարձիր իմ տղամարդը։ Խոստանում եմ, որ ոչ ոք երբեք չի իմանա»։ Երիտասարդ բժիշկը շփոթվեց. ամեն ինչ վերջացավ, աշխատանք, կարիերա։ Ինչու նրան տարատուն։ Ինչու այդ ռեստորանի արկածը։ Նա մտածեց, որ հայրը շատ կվշտանա։ Օֆելիան անմիջապես զգաց Օհանն իրեն չի սիրում։ Նա կրկին անպետք էր։ Նրան շատ էր պետք զուգարան գնալ, բայց գիտեր միայն սողալով կհասնի։ Չգիտեր որտեղ է իր սայլակը, սկսեց լաց լինել։ Նրան ամաչեցնում էր բժշկին ասել պատճառը։ Վերջապես Օհան նկատեց, որ ինչ-որ բան այն չէ։ Նա վերցրեց Օֆելիային եւ տարավ զուգարան։ Ինքը նստեց դրան մոտ։ Այժմ նա զգաց ամբողջ խորությունը ֆիզիկական սահմանափակման, կախվածություն ուրիշից։ Օհան հարցրեց. կարելի է նրան հետ բերել։ Օֆելիանն ասաց, որ պատրաստ է։ Երբ նա նրան հետ էր բերում, աղջիկը համբուրեց նրան մանկական անմեղությամբ։ Օհան պատասխանեց, հետո հիշեց նրա խնդրանքը։ Օֆելիան եղբորը ոչինչ չպատմեց։ Օհանն էլ շուտով անհետացավ հաստատությունից։ Ասում էին տեղափոխվել է այլ վայր։ Նրանք վերադարձան պանսիոնատ լուր։ Հղիության մասին Օֆելիան հասկացավ ոչ անմիջապես։ Բժիշկը շոկի մեջ էր։ Ինչպես մտածեցիք, հղիությունը 3-5 անգամ կվատարացնի վիճակը։ Չեմ վստահ, որ կկարողանաք գրել։ Բայց Օֆելիան բարձրացրեց աչքերը։ Ես կծնեմ, ինչ էլ լինի։ Կկանչեմ եղբորսը եւ միասին կորոշենք։ Նա շնորհակալ էր պանսիոնատին, բայց հասկացավ, ժամանակն է տեղափոխվել։ Արամի հետ հանդիպումը նկարահանվեց գաղտնի տեսախցիկով։ Արամը ուրախությամբ ընդունեց նորությունը։ Նրա քույրը շատ էր տառապել մենակությունից։ Ժամանակն էր կիսել նրա բեռը։ Արամը գալիս էր մոտը 2 շաբաթը մեկ։ Շատ էր աշխատում։ Ուզում էր կնոջը նվիրել յուրահատուկ նվեր։ Նա չէր սիրում թանկ նվերներ, բայց Մարիամի աչքերը փայլում էին, երբ տեսնում էր նրան մեքենայի ղեկին։ Նա համաձայնվեց։ Օֆելիայի հղիությունը խառնեց նրա բոլոր ծրագրերը, բայց նա չէր հանձնվում։ Մարիամի կասկածները, գաղտնի տեսախցիկը դարձան նրա համար հարված։ Նա չկարողացավ մնալ նրա կողքին։ Դա հիմար ու շտապողական քայլ էր։ Ավելի լավ կլիներ բացատրել, բայց մարդիկ տարբեր են։ Արդյունքում Արամն ու Մարիամը արդեն 1.5 տարի չէին տեսել միմյանց։ Միայն վելվետե տուփը հիշեցնում էր նրան այդ հարաբերությունների մասին։ Օֆելիան դադարեցրեց հիշողությունները, որովհետև Գագիկը շարժվեց։ Արամը այսօր ազատ էր աշխատանքից։ Նրանց դաստիարակուհին արձակուրդում էր։ Օֆելիան պատրաստվում էր լուրջ զրույցի։ 3 դաստիարակուհին մաքրում էր տունը եւ պատից գտավ փաթեթ, վելվետե տուփով։ Ներսում ոսկե ապարանջան։ Օֆելիան մտածեց. սա Արամը Մարիամի համար էր գնել, բայց ինչու չտվեց։ 1.5 տարի անցել է։ Արամը լռում էր։ Օֆելիան չէր համարձակվում հարցնել, բայց նրան միշտ թվում էր, որ եղբայրը պարզապես գոյություն ունի, ոչ թե ապրում է։ Արամը Օֆելիային դուրս բերեց պանսիոնատից, հենց այն օրը, երբ պետք է ամուսնանար։ Նրանք տեղափոխվեցին փոքրիկ բնակարան։ Նա ամբողջ հղիության ընթացքում նրա կողքին էր։ Բժիշկները զարմանում էին, հղիությունը չվատացրեց նրա վիճակը, ռեմիսիան մնաց կայուն։ Միայն մեկ հարցում նրանք չհամաձայնեցին։ Օֆելիան հրաժարվեց ասել, թե ով է երեխայի հայրը։ Նա դեռ սիրում էր իր բժիշկին Օհանին, բայց չցանկացավ բացատրել։
Նա երջանիկ էր, ուներ եղբայր եւ որդի, միայն ուզում էր, որ Արամն էլ գտնի իր զույգը։ Գտած ապարանջանը նրան մղեց համարձակ քայլի։ Օհանն այդ պահին ծուլորեն թերթում էր սոցիալական ցանցի լենտան։ Հեռախոսը ցույց տվեց անծանոթ համար։ Սկզբում նա չուզեց պատասխանել, հոգնեցրել էին արդեն վարկերի առաջարկներով ու ատամնաբուժարանի հրավերներով։ Բայց մի քանի րոպե անց անծանոթ համարից զանգը կրկնվեց։ Չկար այլ ելք։ Օհանն ընդունեց զանգը։ Խողովակից լսվեց մեղմ կանացի ձայն։ Օհան, սա Օֆելիան է։ Ձեր նախկին հիվանդը հատուկ ինտերնատից։ Կրկին օգնության կարիք ունեմ, դիմելու ոչ ոք չկա։ Քաղաքում քիչ ծանոթներ ունեմ, շարժումներս սահմանափակ են։ Օհան ոչինչ չգիտեր, որ գրեթե 1 տարի առաջ հայ էր դարձել։ Օֆելիան իր խոստումը պահել էր, թաքցրել էր նրա մասնակցության բոլոր հետքերը։ Այժմ նա խնդրում էր գաղտնի ուղևորություն դեպի գյուղական ավան, որտեղ ապրում էր մի ընտանիք։ Շատ էր պետք հանդիպել այդ մարդկանց, առանց եղբոր մասնակցության։ Օհանն արդեն ուզում էր հրաժարվել այս անհասկանալի արկածից, բայց հիշեց այն պահը իր բնակարանում, երբ զգաց, թե որքան կախված են սահմանափակ մարդիկ ուրիշներից։ Հիշեց նաև իր դիսերտացիան, որը կանգ էր առել։ Գուցե այս ուղևորությունը նոր շունչ տա աշխատանքին, կփորձեմ ինչ էլ լինի։ Բայց Օֆելիան այլևս ինձ չի գայթակղի։ Ավարտվեց։ Այդ պահին Սոնան այգում եփում էր ելակի ջեմը։ Դարպասի զանգին առաջին արձագանքեց Նիկը։ Երբ տանտիկինը բացեց դուռը, հսկա շունը թռավ Օֆելիայի ծնկներին, շարժեց պոչը, հոտոտեց նրա դեմքը։ Միայն Արամին էր նա այսպես ընդունել։ Նիկ, ինչ ես անում, ասաց Սոնան։ Ես Արամի քույրն եմ, կանգնեցրեց նրան Օֆելիան։ Մենք երկվորյակներ ենք, ես հաշմանդամ եմ, նա առողջ։ Կարող ենք խոսել։ Սոնան բացեց դարպասը, հրավիրեց նրան ներս։ Ինչ էիք ուզում քննարկել։ Ես չգիտեի, որ իմ դստեր նախկին փեսային քույր ունի։ Նա երբեք մեզ չի պատմել։ Օֆելիան պատասխանեց. Նա երբեք չի ասել, թե ինչու է կռվել Մարիամի հետ։ Մի քանի օր առաջ միայն իմացա։ Ես այն կինն էի, որին տեսակ տեսախցիկում։ Ես սպասում էի երեխայի։ Եղբայրս ամբողջությամբ հոգ տարավ իմ եւ որդուս մասին։ Մարիամը եկավ ծնողների մոտ։ Դարպասի մոտ կանգնած էր անծանոթ մեքենա։ Մարիամը զարմացավ։ Տանը նրան դիմավորեց մայրը եւ այն նույն կինը սայլակում։ Մարիամի ներսում ամեն ինչ սառեց։ Ինչ-որ բան պատահել է Արամի հետ։ Ինչու է այս կինը այստեղ։ Բայց Սոնան ժպտաց։ Ծանոթացիր դուստրիկս, սա Օֆելիան է, Արամի քույրը, նրանք երկվորյակներ են։ Մենք շատ սխալներ ենք արել։ Քանդեցինք ձեր ամուսնությունը։ Բայց մարդիկ միշտ կարող են ուղղել իրենց սխալները։ Ես արդեն հրավիրել եմ Օֆելիային, նրա որդուն Գագիկին, եւ հուսով եմ Արամին էլ այս շաբաթավերջին։ Գիտեմ, որ դու չես մոռացել նրան։ Իսկ Օֆելիայի պատմությունը ինձ համոզեց, որ դուք դեռ կարող եք երջանիկ լինել։ Մարդը, որ այդպես սիրում է իր քրոջը, չի կարող վատը լինել։ Ես ուրախ եմ, Մարիամ, որ քո սիրտը ժամանակին ընտրեց հենց Արամին։ Նրանք ջերմորեն բաժանվեցին։ Օֆելիան վստահ էր, որ կկարողանա համոզել Արամին նորից գալ այս տուն։ Մեքենայում նա նայեց Օհանին, որը անփույթ լսում էր երաժշտություն։ Ոչ, ես նրան Գագիկի մասին չեմ ասի։ Նա արժանի չէ։ Իսկ Մարիամը հաստատ կբուժի Արամի բոլոր ցավերը։ Մտածեց նա։